Շիրակի մարզպետարանում ամեն ինչ պատրաստ էր նորանշանակ մարզպետին դիմավորելու համար, արդեն նախկին մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը ներկա չէր նորանշանակ Հովսեփ Սիմոնյանի ներկայացման արարողությանը։ Բեմահարթակին երկու նորանշանակ դաշնակցականներն էին միայն, տարածքային կառավարման նախարարն էր ներկայացնում դաշնակցական իր գործընկերոջը, իսկ դահլիճում մարզի համայնքների ղեկավարներն էին մարզպետարանի աշխատակիցները։ Ուժային կառույցներից Շիրակի մարզ գործուղված գեներալ մարզպետներին արարողակարգային բնույթ էր կրում, որ ուժային կառույցների ներկայացուցիչներ էին նաև դիմավորում։ Այսօր նրանք բացակայ էին, ազգային անվտանգության ծառայություն, դատախազություն, ոստիկանություն, այս կառույցներից այսօր ներկայացուցիչներ չկային մարզպետարանի դահլիճում։ Իսկ Դավիթ Լոքյանի ելույթը համեմված էր պոպուլիզմով, խոստումներով, կարելի ասել ոչ մի բանով չէր զիջում իշխանության հնաբնակ որևէ ներկայացուցչի ելույթից։ Սահմանադրական փոփոխությունները Լոքյանի կարծիքով ուղենշում են երկրի զարգացման նոր ճանապարհը։ Անհավասարությունը մարզերի եւ մայրաքաղաքի միջև խորանում է, արձանագրեց Լոքյանը, ինչպես իշխանության ներկայացուցիչները մշտապես նա եւս խոստացավ տարածքային համաչափ զարգացում։ Եթե մենք չենք հզորացնում մարզերը, չենք զորացնում համայնքները, չենք բերում հավասարաչափության մեխանիզմը երկրի մեջ, շատ դժվար ենք մենք կարողանալու մեր ժողովրդի օրեցօր աճող խնդիրները լուծել։ Թե ինչ չի արվել, Լոքյանը թվարկեց օգտագործելով մենք դերանունը, ասես մինչ այս թույլ տրված սխալների, բացերի համար եւս դաշնակցությունը ստանձնել է քաղաքական պատասխանատվություն։ Մենք չենք կարողացել բիզնեսը տեղափոխել մարզեր, մենք չենք կարողացել գտնել այն շղթաները, որոնք արտադրող սպառում մեխանիզմն ապահովենք։ Մենք սկսում ենք մի մեծ ծրագիր, որը կոչվում է տարածքների տնտեսական զարգացման ծրագիր։ Հովսեփ Սիմոնյանն այսօր ավելի զգույշ էր բառերի ընտրության եւ արտաբերման հարցում, քան երեկ էր։ Նա գերադասեց այսօր քիչ խոսել։ Ես վստահ եմ, որ կստեղծենք այդ մթնոլորտը եւ շատ խնդիրներ իրենց լուծումը կստանան մեր համատեղ աշխատանքի միջոցով։ Այս հանդիպմանը հաջորդեց աշխատանքային փակ խորհրդակցություն քաղաքապետերի, ներկա падգամավորների մասնակցությամբ։ Ավարտից հետո լրագրողների հարցերին Լոքյանը դարձյալ չցանկացավ պատասխանել։ Համերգ պիտի գնան։ Դրա համար շատ գործ ունեի ես, փախչում եմ։ Նորանշանակ մարզպետը լրագրողներից ոչ թե 100 օր, այլ մեկ շաբաթ ժամանակ խնդրեց իրավիճակին ծանոթանալու եւ հետո միայն հարցադրումներին պատասխանելու համար։ Միայն նշեց անհարկի կադրային կրճատումներ չեն լինի։ Ինձ համար նշանակություն չեն ունենալու քաղաքական հայացքները, աշխատողների տեսքը, գույնը, ինչ ասեմ, հավատանքը, ինձ համար կարևոր կլինի նրանց աշխատանքը։ Հարցին թե դաշնակցական նախկին մարզպետի Ռոմիկ Մանուկյանի գործելակերպը կրկնելու վտանգ կա արդյոք, խոսքը կրթական, առողջապահական հաստատությունները դաշնակցականներով համալրելու մասին է, նորանշանակ մարզպետը նշեց։ Աշխատենք միասին։ Հիմա ես մարզպետը ես եմ, Հովսեփ Սիմոնյանը, եւ պատասխան եմ տալու իմ արարքների իմ կատարած գործերի համար։ Երեք հիշեցնենք, կառավարության նիստից հետո նա հայտարարել էր Գյումրին ընդդիմադիր քաղաք չէ, լավ քաղաք է։ Գալան հարցրեց, ինչ տրամաբանությամբ է Սիմոնյանը ընդդիմադիր լինելն ասոցացնում վատը լինելու հետ։ Հիշեցնենք, Հույդան ընդդիմադիր կուսակցություն էր հռչակել իրեն մինչ ստորագրված քաղաքական համաձայնագիրը։ Սիմոնյանը շփոթվեց, սկսեց բացատրել, որ իրականում ընդդիմադիր լինելը լավ բան է, եւ թերևս դաշնակցության ճակերտավոր ասած ուսանելի փորձը հաշվի առնելով բացատրեց, որ լավ է, նայած թե երբ է պետք ընդդիմադիր լինել։ Խոսքը կնում է, նայած երբ, ինչի՞ չէ, ընդդիմադիրն է լավ, նայած թե ինչի, չի կարելի ամեն անգամ ասել, որ Գյումրին ընդդիմադիր է, ով ասես, որ վաղ շատ լավ ավելի գործառույթներ կլինի, ամենաառաջնայինը կգվառաբանի եւ կգովաբանի կառավարությանը։ Ճիշտ աշխատանքով, լավ աշխատանքով։